Քանի որ կրկին մի քանի օր կապի մեջ չեմ լինելու, փորձում եմ արագ արձագանքել, դրոշ վառելու փարթին եւ իմ կարծիքը։ Նախքան բուն իմաստին անցնելը, մի պատմություն 44-օրյա պատերազմից։ Հոկտեմբերի 8-9-ն էր, թերևս ամենաճակատագրական մարտերը նոր էին սկսվելու։ Բանակի կենտրոնական հետախուզության առանձնապես հատուկ գործողությունների ջոկատը հրաման է ստանում անմիջապես մեկնել Արցախի պաշտպանական գծի մի ծայրից մյուսը։ Ամեն գնով պետք է հետ գրավեին թշնամու կողմից զավթած կարևորագույն ռազմավարական դիրք եւ հանձնեին այն զինված ուժերի հսկողությանը։ Տղաները մի քանի օր շարունակ կռիվ էին տվել, բայց թշնամուն հաջողվել էր գրավել այդ դիրքը։ Մեր տղերքը զոհեր տալով նահանջել էին մոտակա գյուղ, որը կիսով չափ արդեն դատարկված էր։ Ջոկատը երբ հասնում է գյուղ, արդեն մտնում է։ Անմիջապես փոքր դահլիճում հանդիպում է կազմակերպվում նահանջած զինվորների եւ գյուղում մնացած արցախցի կամավորների հետ։ Սկսվում է բուռն քննարկում։ Բոլորը պատմում են իրենց տեսածը։ Հրամանատարի աչքից չի վրիպում անկյունում նստած լուռ ու տխուր մի պապիկ։ Երբ ամեն ինչ որոշված է լինում, հրամանատարը մինչ այդ ոչ մի բառ չխոսած անսպասելի թեքվում է պապիկի կողմը եւ ասում. «Պապի ջան, մի բան էլ դու ասա, ախր քո խոսքը ինձ համար կարևոր է։ Մի տեսակ չես հավատում, որ դիրքը հետ ենք բերելու»։ Պապիկը իսկական արցախցուն հատուկ հարգանքով ոտքի է կանգնում, անկախ իր տարիքից եւ ասում է. «Մատաղդ լինեմ, ինչ ասեմ, այն որ առավոտյան 5:10-ին դիրքը արդեն հետ ես բերելու, ես դրանում չեմ կասկածում։ Դա դու կանես։ Ես անչափ կուրախանամ, բայց դա հաղթանակ չի լինի։ Բայց եթե կստացվի այնպես անել, որ խոխեքը չզոհվեն ու այդ բոլորի տղերքը չկարողանան են իրենց խփած դրոշը վերցնեն եւ փախչեն, այդ ժամանակ նոր կասեմ դու հաղթեցիր»։ Հրամանատարը ոտքի է կանգնում եւ ասում. «Կգաս մեր հետ, դրոշն էլ ինքդ կհանես դիրքի վրայից, մեր դրոշն էլ խոխեքը կտեղադրեն»։ Քար լռություն է տիրում։ Գիշերը ժամը 1-ին ջոկատը սկսում է դիրքի վերադարձի գործողությունը։ 4 ժամ տևած անհավասար մարտերից հետո երկու վիրավոր տալով դիրքը գրավվում է։ Ուղիղ առավոտյան 5:10-ին ձեռքը վիրավոր, աչքերում արցունքներով պապիկը պոկում է թշնամու դրոշը։ Մոտենում է հրամանատարին եւ ասում. «Վերցրու, դու հաղթեցիր, մատաղդ լինեմ»։ Հրամանատարը համբուրում է պապիկի ձեռքը եւ ասում. «Պապիկ, սա քոնն է, տար գցիր զուգարանիդ հատակին կամ գոմիդ»։ Պապիկը պատասխանում է. «Չէ, որդիս, դա արդեն հաղթանակ չի լինի, դա արդեն թուլություն է, հայը թույլ չէ»։ Ջոկատում կային տղաներ, ովքեր դաշնակցական էին եւ ներկա էին այս պատմությանը։ Ամենայն հարգանքով նրանց ուզում եմ մի բան հասկանանք. ինչ է դրոշը։ Դա սիմվոլ է, դա սրբություն է, դա ազգի ինքնասիրությունն է, թասիբը եւ պատիվը։ Բայց դա պետք է լինի քոնը, քո զինվորի արյան գնով վաստակածը, քո հարկատուների շնորհիվ ստեղծած հզոր պետության սրբազան խորհրդանիշը։ Երբ այդ ամենը հանենք դրոշի վրայից, տակն ընդամենը էժան կտոր կմնա։ Հիմա հարցն այն է, ինչ ենք այրում Երևանի կենտրոնում, թշնամու պետության դրոշը, թշնամու զինվորի թողած, փախած դրոշը, թե խանութից գնված էժան կտորը։ Քաղաքապետ մարդը ասում է. «Արցախը գրավել են, վատ չենք զգում, բայց թշնամու դրոշ այրելուց վատ ենք զգում»։ Ընկեր կոմունիստ, երբ ասում ես գրավել են, հաղթել են ու քո մայրաքաղաքում դրոշ ես այրում, դա նշանակում է դրանից բացի այլևս ոչինչի ունակ չես։ Դու հաստատում ես այն թեզը, որ թուլացած, անօգնական եւ տգետ ազգ ես, քանի որ արդեն 110 տարի միայն դրոշ ես այրում։ Էժան լաթի կտորին, դրոշի անուն կպցնող եւ այրող երիտասարդ սերունդն այսօր գոռում է, գոչում, ձեռ առնում եւ անարգում 70-ամյա հայ կնոջը, դրա անունը դնելով սրբազան պայքար։ Ինչ կապ ունի թե ում ծնողն է։ Հայուհի է, արա, հայուհի։ Վահագնին չեմ ճանաչում, բայց իմ զորակցությունն եմ հայտնում անկախ քաղաքական ուժի։ Ոտնահարում ենք հայ կնոջը բնորոշ բոլոր սրբությունները, անվանելով դա սրբազան պայքար։ Հայհոյում ենք մանկահասակ երեխաներին, կոչելով դա ընդդիմադիր ուժ։ Այլասերված հայհոյանքներ արձակող կնոջը դարձնում ենք կուրք, անվանելով նրան հեղափոխական։ Երբեք հենց այնպես ոչինչ չեմ ասում, եւ հիմա էլ եմ ասում, սթափվելու ժամանակն է, հետո շատ ուշ կլինի։ Գրել է Հրանտ Միքայելյանը Facebook-յան իր էջում։ Բենյամին Նեթանյահուի այցը Ադրբեջան չեղարկվել է։ Ըստ Իսրայելի վարչապետի գրասենյակի, պատճառը Սիրիայում վերջին զարգացումներն են։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ մինչ այդ пассив դիրքորոշում ունեցող սիրիացի դրուզները անսպասելիորեն ակտիվացան, սկսելով պարտիզանական մարտեր թուրքական բանակի եւ Սիրիայում գործող վարչակարգի դեմ, որոնք դիտարկվում են որպես թուրքական պրոքսի ուժեր։ Թուրք-իսրայելական հարաբերությունների սրացումը Սիրիայի երկնքում եւ ցամաքային գոտիներում պատահական չէ։ Պատահական չէ նաեւ ԱՄՆ վարչակազմի տարօրինակ պահվածքը Սիրիայում, քանի գնում ավելի եմ համոզվում, որ նախագահ Թրամփը այնքան էլ որոշում կայացնող չէ, որքան իրականացնող, արդեն իսկ գծագրված եւ նախապես ընդունված որոշումների։ Բենյամինի այցի հետաձգումը ի վերջո բխում է մեր շահերից։ Մեզ ժամանակ էր հարկավոր եւ այժմ այդ ժամանակը ունենք։ Խաղաղության օրակարգը, համաշխարհային զարգացումները եւ արկա միջազգային իրադրությունը մեզ ընձեռում է հնարավորությունների միջանցք, ակտիվացնելու արտաքին քաղաքականությունը եւ վերամիավորելու բանակը։ Սակայն այդ երկու առաջին հայացքից հեշտ թվացող գործընթացներն իրականում բարդ եւ դժվար ճանապարհ ունեն։ Արտաքին քաղաքականության նախկին կանոններն այլևս չեն գործում։ Ոչ մի պայմանագիր, ոչ մի օրենք կարծես չի աշխատում։ Աշխարհը խոսում է միայն ուժի լեզվով, նույնիսկ երբեմնի բարեկամ եւ դաշնակից պետությունները։ Այստեղ է, որ բանակի դերը կենսական է դառնում։ Զենքի եւ զինտեխնիկայի խոշոր արտադրողները չեն հասցնում բավարարել անգամ տեղական իրենց բանակների պատվերները։ Միլիարդավոր դոլարների պայմանագրեր են կնքվում, ինչն անհարմարություններ է առաջացնում այլ պետությունների պատվերների կատարման առումով։ Ուստի այսօր ավելի քան երբևէ մեզ անհրաժեշտ է համախմբված ազգ։ Ազգ բանակ, միասնական բռունցք դարձած ժողովուրդ։ Միայն այդ կերպ կարող ենք դիմակայել մարտահրավերներին։ Եվ երբ գա X պահը, պատրաստ կլինենք անել այն, ինչը հիմա շատերի համար անիրագործելի է թվում։ Ուրեմն առաջ, միայն առաջ, քնել չկա, տրտնջալ չկա, իրար հայհոյել եւ վարկաբեկել չկա։ Թշնամու միակ ցանկությունը մեզ պառակտված տեսնելն է, դրա համար մեծ միջոցներ են ներգրավված։ Ներքին թշնամին սինխրոն աշխատում է թշնամու հատուկ ծառայությունների եւ երբեմնի դաշնակից համարվող պետության գործակալների հետ։ Հավատացեք, ես գիտեմ ինչ եմ ասում։ Կա ընդամենը մի առաջադրանք՝ պառակտել ազգը, թուլացնել եւ բաժանել 3 եւ ավելի մասերի։ Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետության անկախության թերևս ամենապատմական եւ նուրբ պահերը։ Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին սխալվելու իրավունք ուղղակի չունի։ Գրել է Հրանտ Միքայելյանը Facebook-յան իր էջում։ Թուրքիայի նախագահին առընթեր ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը տարածել է հայտարարություն, նշելով, որ իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, թե Անկարան թույլ է տվել Իսրայելի վարչապետ Նեթանյահուի օդանավին թռիչք իրականացնել Թուրքիայի տարածքով։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի մայիսի 7-ին Ադրբեջան այցի համար Թուրքիայի օդային տարածությունը բացելու մասին խոսք անգամ լինել չի կարող, հայտարարել է Թուրքիայի նախագահին առընթեր կենտրոնը։ Սա իսկապես շատ ուշագրավ հայտարարություն է, եթե հաշվի առնենք, որ այն հնչում է մի քանի օր անց այն տեղեկություններից, որ տարածել էին ադրբեջանական քարոզչամիջոցները, ընդ որում այնպիսի հնչեղ վերնագրերով, թե Էրդողանը նվեր է մատուցում Իլհամ Ալիևին, բացելով օդը Նեթանյահուի համար, կամ Էրդողանը հանուն Ալիևի բացում է Թուրքիայի երկինքը Նեթանյահուի օդանավի համար։ Հիմա երևի ադրբեջանական քարոզչամիջոցները պետք է գրեն, որ Էրդողանը փչացնում է Ալիևի տոնը։ Իսկ Ադրբեջանի պրոպագանդայից դատելով Բաքուն իսկապես պատրաստվում էր դիվանագիտական տոնի, ներկայանալով գրեթե միջազգային մակարդակի խաղացող, որը պատրաստվում է հաշտեցնել Էրդողանին եւ Նեթանյահուին, միջնորդել Անկարա-Թել Ավիվ հարաբերության կարգավորմանը եւ նոր դեր ստանձնել Մերձավոր Արևելքում եւ ռեգիոնում լայն իմաստով։ Պարզվում է, որ Թուրքիայի նախագահը բացարձակապես չի արտոնում Ալիևին այդպիսի դեր։ Իհարկե, պարզ չէ, արդյոք ի վերջո Ալիևը կհամոզի Էրդողանին մինչև մայիսի 7-ը թույլ տալ Նեթանյահուին թռչել Թուրքիայի վրայով, կամ արդյոք Նեթանյահուն այսպես ասած թասիբի ընկած երկար ճանապարհով կփորձի շրջանցել Թուրքիան եւ հասնել Ադրբեջան, բայց Անկարայի արձագանքը իսկապես ուշագրավ է։ Պատճառը իհարկե այն է, ինչ կատարվում է Սիրիայում։ Իսրայելը նախորդային հարվածներ հասցրեց Դամասկոսին եւ ավելի ու ավելի հանդուգն եւ հավակնոտ ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի ուղղությամբ, ըստ էությամբ հարվածի տակ դնելով Անկարայի ոչ միայն դիրքերը Սիրիայում, այլ միջազգային հեղինակությունն ընդհանրապես։ Իհարկե չի բացառվում, որ Ադրբեջանում ռանդևուի սպասումով Նեթանյահուն փորձում էր Սիրիայում ամրապնդել դիրքերը Էրդողանի նկատմամբ, գուցե այն բանից հետո, երբ Ալիևից հավաստիացում է ստացել, որ օդը չի փակվի
Նեթանյահուի օդանավի համար։ Հատկանշական է, որ Անկարան արձագանքում է ադրբեջանական պրոպագանդայի տարածած տեղեկություններից 2 օր անց, այլ ոչ թե անմիջապես։ Այսինքն դա նշանակում է, որ հնարավոր է եղել նախնական համաձայնություն, եւ միայն Իսրայելի հանդգնությունից հետո Էրդողանը որոշել է պատասխանել կոշտ։ Սա նշանակում է, որ Սիրիայում թուրք-իսրայելական բախումն ուժ գնանալու է եւ վերածվելու է առնվազն պրոքսի տրամաբանությամբ մեծ պատերազմի։ Իլհամ Ալիևի համար դա կլինի արդեն ոչ թե փչացած տոն, այլ նույնիսկ մղձավանջ։ Նյութի աղբյուր, Առաջին AM։